Երևանի տոնի նախօրեի առավոտյան մայրաքաղաքի երկնքում աղբաբույր ծուխ է թանձրացած։ Նուբարաշենի այրվող աղբավայրի ծխահոտը քաղաքի բարձրադիր թաղամասեր է անգամ հասել։ Խեղդվում ենք, իսկապես առավոտյան մարդ խեղդվում էր այդ ծուխից, հնարավոր չէ օրինակ մի բան անել, որ չլինի։ Ահա Նուբարաշենի հոտնա։ Ոչ թե զգում ենք, այլ տեսնում ենք արդեն։ Իհարկե աղտոտված է շատ Երևանը հիմա, շնչել չի լինում։ Երևանում կամ դիմակով են քայլում, կամ շարֆով փաթաթված։ Սա նորմալ չէ, անընդհատ վառվում է աղբավայրը։ Պետք է այդ հարցը լուծել, էկոլոգիայի մասին մտածել։ Դեմքս շարֆով եմ ծածկել, որովհետև չեմ հասցրել դեղատնից դիմակ գնել։ Քաղաքում օդը կեղտոտ է։ Քաղաքում օդը կեղտոտ է։ Իսկ ահա Երևանի քաղաքագլուխը ծխացող աղբավայրից տեսանյութ է հրապարակել։ Սիրելի երևանցիներ, առանց դիմակի։ Այս պահի դրությամբ օդի որակը քաղաքում բարելավվել է։ Նուբարաշենի աղբավայրի հեղձուցիչ ծուխը կիլոմետրեր է ձգվում։ Կրակը մարելից անգամ փրկարար ծառայության աշխատակից է վատացել, 37-ամյա տղամարդուն հիվանդանոց են տեղափոխել։ Ուշագնաց չի եղել, բայց շնչարգելություն ուներ, միացրել ենք թթվածնին, տեղափոխել հիվանդանոց։ Գիշերը քամին ծուխը նուբարաշենցիների տներն է հասցրել աղբավայրից։ Թունավոր օդը փակ պատուհաններից էր ներս սողոսկել։ Լուսամուտները պակել ենք, էլի խեղդոցել։ Այն առաջ անգամ էլ է տենց, էլիս վերջ անգամ էլ եղավ։ Ուղղակի ասում են պետք է թազեն սարքել, այս 70 տարի նույն բանն է։ Գոնե որ գալիս է սմա սենայների մեջ անտանելի հոտակալը, ինչ պետք է անենք չենք։ Այս քանի տարի է, ով եկավ, կանենք, սուտ դուս եկավ, բոլորը սուտ, ամեն ինչն է սուտ։ Երևանի քաղաքապետը նոր աղբավայր է խոստացել, հետո աղբը մշակող գործարան, նույնիսկ մաքուր օդ Նուբարաշենում և մերձակա բնակավայրերում ապրողներին։ Բնակիչները ոչ հավատում են, ոչ էլ Ավինյանի անունն են ուզում լսել։ Չենք ուզում անգամ լսենք Ավինյանը թո դրա մասին մտած։ Բա ասում է սարքելու են։ Քանի տարի է։ Եվ պարտադիր է, որ այս հարցը արագ լուծվի, ինչքան կարելի է։ Շատ լավ կլինի, որ արագ լուծվի, վերջապես վերջան այս ամեն ինչը։ Իրոք անտանելի է։ Որ փչում է, էլի եմ ասում, փակում ենք պատուհաններ, ուղղակի հնարավոր չէ դոտը շնչել։ Ավինյանը թող որ 2-3 անգամ նամակ եմ գրել, նկարներն են ուղարկել, որ պատը այսի ճեղք կա, դրսի պատը։ Թող դրա մասին մտածի։ 5 շենքը, 2 տրպասկի 5 շենք։ Ավինյանը ոչինչ չի անում։ Բայց աղբավայրի հարց։ Աղբավայրի չի հետաքրքրում, դա հեռու է ինձանից, ես շենքի մասին եմ ասում։ Աղբավայրից Երևանի քաղաքապետը հայտարարել է գիշերը փողոցներն ինտենսիվորեն ջրելու մասին։ Երբ որ աղբավայրը ջրով քաղաքապետարանը ուրեմն մարման գործընթացներն է իրականացնում, այդ ջուրը իջնում է դեպի խորանիստ շերտը, իջնում է դեպի ուրեմն ջրերը եւ հետագայում վերադառնում էլի նորից բնակչությանը, խաթարելով նրա առողջությունը, որովհետեւ բնության մեջ ամենը ամենի հետ փոխկապակցված է։ Ոչ թե ջրով, այլ փրփուրով պետք է աղբավայրի կրակը մարել, ասում է Երևանի ավականու անդամը։ Քրիստինա Վարդանյանը պնդում է, թունավոր ծուխը հնարավոր է սրտխառնոց, գլխապտույտ, ուժեղ գլխացավ առաջացնի։ Եվ այլն։ Բժշկական գիտությունների թեկնածուն նորից ահազանգում է, այրվող աղբի ծուխը քաղցկեղածին է։ Եվ ամենասարսափելին, որ միակ գործողությունը, որ Երևանի քաղաքապետարանը կատարեց փայլուն, դա Երևանի փոքր կենտրոնի սակավաթիվ ծառերի հունձն էր, որ իրականացրեց, ծախսելով միլիարդներ։ Այդ միլիարդները պետք էր ուղղել ուրեմն այս աղբավայրի հետ կապված խնդիրների լուծմանը, գոնե առաջին քայլերը անել նախագծային աշխատանքներ կազմակերպել գրագետ ձևով։ Երևանի քաղաքապետարանում բարձր տրամադրություն է, շաբաթ-կիրակի էլ չունեն, Երևանի տոնին նվիրված համերգին են պատրաստվում։ Իսկ կարելի է համերգ կազմակերպել մի քաղաքում, որի բնակչության մեծ մասը խեղդվում է գարշահոտից, թունավորվում ծխից։ Վիրավորված, բարկացած ու հիասթափված են երևանցիները։ Թող մի տարի էլ չերքեր, կամ մնացածը, թող ինչ-որ մի բան անեին, այս օդը վերացնել համար։ Քաղաքի տոնը ծուխի մեջ կորած։ Լանա Համբարձումյան, Միլենա Պողոսյան, Հայլուրի համար։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։